նշանակություն։ Հաջորդ հարցը Կարեն Ղազարյան Պարոն վարչապետ, որպես հարցի շարունակություն, արդյոք Մարգարայի կամուրջի բացումը կարող է համընկնել JDBS-ի այցի հետ, եւ կխնդրեմ մեկնաբանել ինչ է նշանակում սահմանը երրորդ երկրների անձանց համար բացելը, ովքեր են լինելու այդտեղով գնացող եկողները, բիզնեսի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, դիվանագետներ, այսինքն սահմանը փակել լինելու միայն հայերի եւ թուրքերի համար։ Սա մեկ եւ ձեր թույլ տվությամբ եւս մեկ բան, Հայաստանի Հանրապետություն վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանի վերջին վիդեո հրապարակումից տպավորություն կա, որ նա մտադիր է մտնել քաղաքականություն, հաշվի առնելով օրենքի պահանջը, որ պատգամավորների թեկնածուներ կարող են լինել վերջին 5 տարում երկրում բնակվածները, հիմա Սուջյանը կարող է արդյոք մասնակցել ընտրություններին, քանի որ 5 տարի 3 ամիս 2 օր նա եղել է արտերկրում, եւ ընտրությունների հետ կապված այսպիսի մի բան այս տարի նախատեսվում է 9 համայնքի 80 բնակավայրի խոշորացում, ընդդիմությունը սրան վերագրում է քաղաքական ենթատեքստ, ասելով, որ դրանով փորձում եք առավել կառավարելի դարձնել ընտրությունները, ձեր մեկնաբանությունը։ Քաղաքական ենթատեքստը նա, որ վաղուց որոշումը կայացվել եւ փորձ ցույց տվել, որ խոշորացված համայնքներում հնարավորությունները ավելի մեծ են եւ մենք կարող ենք գնալ խոշորացված համայնքներ տեսնել, այնտեղ իրականացվող ծրագրերը եւ չխոշորացված համայնքներ տեսնել, այնտեղ իրականացված ծրագրերը, կամ որ ասում են վերահսկելի դարձնել, այդ երբ եք տեսել 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կամ քաղաքական մեծամասնության կողմից որևէ ընտրություն վերահսկելի դարձնելուն ուղղված ընդհանրապես որևէ փորձ։ Այդ որ երկրի այդ տենց բաներ են ստեղծվում, տենց ինչ որ հեքիաթներ են ստեղծվում, հետո ասում են, վայ երկիրը ոնց հասցրիկ այս վիճակ։ Ես կարծում եմ, իմիջիալից ես իմ չեմ հիշում, որ ելույթում ասել եմ, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է, երբ որ մենք մեր պետության համար երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Եվ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը իր երկարատև պատմության ընթացքում շատ չի եղել նման լավ վիճակում, երբ որ նրա առաջ տասնամյակների եւ հարյուրամյակների հեռանկար կա։ Եվ ես կարծում եմ, որ այսօր երկիրը գտնվում է շատ լավ վիճակում, թե տնտեսապես, թե քաղաքական, թե աշխարհքաղաքական եւ բոլոր առումներով, եւ ժողովրդավարության, եւ ժողովրդի իշխանության։ Այսինքն այս ձեզ արդեն սովորական է դառը, որ sense լրագրողները կարող են գալ, տենց նայել, կարդալ, խոսալ, ասել, հարց տալ եւ այլն։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս մոռացել ենք, թե ինչպիսին է իրադրությունը որոշ ժամանակ առաջ, բայց ես դա ձեր երեսով չեմ էլ տալիս Քավլիցի, ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ փաստի վրա։ Հայաստանի Հանրապետությունը որպես շարունակություն ժողովրդավարական պետություն է եւ այնտեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի կապը չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետեւ հիմա տեսականորեն հիմա եթե ասեմ ոչ չի կարող համընկնել, բա որ այդ օրը հանկարծ Թուրքիան որոշում կայացնի բացել սահմանը, ես հետո ինչ ասեմ այո կհամընկնի, այսինքն դա մեր որոշումների տիրույթում չի, որ ես հիմա այո կամ ոչ ասեմ։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, դա նշանակում է, որ հայի ու թուրքի մասին չի խոսքը։ Էլի այստեղ էլ մեր ընկալումները պետության եւ ոչ պետության ընկալումների հետ կապ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկացած, որովհետեւ միայն հայերը չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ռուսներ կան, եզդիներ կան, ասորիներ կան, հույներ կան, քրդեր կան եւ այլ ներողություն ում չհիշատակեցի, հրեաներ կան, վրացիներ կան եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի քաղաքացի հայեր կան, հույներ կան, քրդեր կան, եզդիներ կան,
եւ չգիտեմ շատ ավելի մանրամասն կազմում։ Խոսքը նրա մասին է, որ երրորդ երկրի քաղաքացի, ով որ ասենք օրինակ չգիտեմ, Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների քաղաքացիա կարող անցնել, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական ազնագիր։ Մնացած մանրամասներն էլ ընթացած երևի կերել են։ Եվ մեր վերջին հարցը Սարայգիշեր։ Պարոն Փաշինյան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, որոշումը քիչ